Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Փյունիկի պաշտպան Վարազդատ Արոյանը։ Վարազդատ ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Արդեն մի քանի ամիս է վերադարձել ես հարազատակումբ, ինչպիսի ակնկալիքներ ունեիր նախքան պայմանագիր կնքելը եւ այս ամիսների ընթացքում ինչքանով են արդարացել սպասելիքները։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար Սուրեն ջան։ Շատ ուրախ եմ, որ վերադարձա տուն, վերադարձա Հայաստան ու ել ավել ուրախ, որ ստացվեց վերադառնալ հենց Փյունիկ։ Շատ արագ ստացվեց վերադարձը, ես մարզվում եի ուղղակի Փյունիկի հետ մարզավիճակը սպայելու համար ու այդ ժամանակ հենց ղեկավարությունը փոխվեց ու եկան ղեկավարներ, որոնց ես երկար տարիներ ճանաչում եմ ու իրար հետ երկար տարիներ աշխատել ենք, սպորտային տնօրենը Կուլակովը, որի հետ երկար տարիներ խաղացել ենք Ուրալում կողք կողքի ու Անտոնը, որ ձեռք բերեց թիմը ու շատ արագ ստացվեց, խնդրեցին միանալ Փյունիկին, ես էլ որ ճիշտն ասեմ արդեն երկար տարիներ արտերկրում հանդես գալուց հետո արդեն ոնց որ կարոտել էի տունը, ուզում էի տուն վերադառնայի ու շատ արագ ամեն ինչ ստացվեց, շատ ուրախ եմ, որ վերադարձա։ Քիչ դժվար է հիմա թիմի գործերը, բայց այս Փյունիկն է, որ 16 անգամ Հայաստանի չեմպիոն դարձած թիմ է, որ դժվարություններից շատ հեշտ է դուրս գալու, ես վստահ եմ դրան։ Նախորդ տարի այս նույն տաղավարից ես հայտնել էի, որ Նոան է հետաքրքրված եղել քո ծառայություններով, բայց գործարքը չի կայացել, մենք մի առիթով խոսել ենք այդ մասին։ Ի վերջո նախքան Փյունիկ տեղափոխվելը հետաքրքրվածություն կար, հայկական այլ ակումբներից ուներ տարբերակներ, որ կարող էիր տեղափոխվել։ Ճիշտ ասած, Սուրեն ջան, արագ ստացվեց ամեն ինչ։ Դրա համար այտենց ոնց որ ոչ մեկի հետ ոչ բանակցել եմ, Արարատն է, Արարատ Արմենյան էր կապ հաստատել, բայց Փյունիկի հետ ամեն ինչ շատ արագ ստացվեց ու այտենց ժամանակ էլ չկար ինչ-որ ուրիշ առաջարկ քննարկելու։ Փյունիկը Հայաստանի վերջին տարիների թերևս ամենակայուն թիմն է, Երեշա Մելիքյանի աշխատանքն էլ բնականաբար շատ մեծ է, հենց նա ստեղծեց կարելի ասել այս չեմպիոնական թիմը, որը նաև Եվրոգավաթներում հաջող ելույթներ ունեցավ։ Քանի ամիս է արդեն թիմում ես, ըստ քեզ ինչն է ամենաշատը խանգարում, որ թիմը չկարողացավ այս անգամ պահել այդ տեմպը։ Ճիշտ ասած, հա, Երեշա Մելիքյանի հետ այնց անձամբ ծանոթ էինք մենք, բայց իրար հետ չենք աշխատել։ Ես իրան կբնութագրեմ երևի ինքը շատ աշխատասեր է, միշտ գործի մեջ է, շատ է աշխատում, շատ անալիզ անում, թե մեր թիմը, թե մրցակիցներին ու դրա համար էլ երևի հաջողության է հասել։ Ես ճիշտ ասած ֆուտբոլ չեմ սիրում դիտել, բայց Փյունիկի խաղերը միշտ հետևել եմ։ Թիմում հիմա ուղղակի շատ դժվար է այդ տարիների ընթացքում ստաբիլությունը պահել։ Այդ բոլոր մարզիչների մեծ անունով մարզիչների համար էլ է դժվար։ Ուղղակի դժվար ժամանակներ են, ստաբիլությունը եղել է 4 տարի Մելիքյանը որ աշխատել է։ Հիմա ոնց որ մի քիչ դժվար է իր համար, որ այդ ստաբիլությունը պահել է ու ինքն էլ է հասկանում, որ այդ դժվար գործ է շատ։ Բայց էլ եմ ասում, ամեն ինչ կվերադառնա, մենակ աշխատանքի արդյունքում կարելի է ամեն ինչ վերադարձնել։ Չքննարկելով առանձին ֆուտբոլիստների, ընդհանուր եթե Փյունիկի կազմն ենք նայում, ըստ քեզ ունի թիմը այս պայմանային կազմը, որը կարող էր ավելին անել, քան արեց այս մրցաշրջանում, թե ամեն դեպքում նույն Նոա Արարատ Արմենիա ավելի ուժեղ են կազմում։ Ես չեմ ուզի թերագնահատեմ իմ խաղանկերներին, բայց կազմի առումով ինչ-որ ֆուտբոլիստներից չեմ ուզի խոսամ, իմ խաղանկերներից չեմ ուզի խոսամ, բայց որ Նոան ու Արարատը ուժեղացել են համեմատական, անցած տարվա համեմատած, դա փաստ է ու Փյունիկն էլ ոնց որ էլի եմ կրկնվում եմ երևի դժվար ժամանակներ է, բայց կազմի առումով որ ասեմ ինչ-որ մեծ խնդիրներ կա չէ, այս անցած տարվա համեմատ շատ ֆուտբոլիստներ չկան։ Երևի այդ կորուստները մի քիչ անդրադարձավ այս ամեն ինչին, որտեղ որակով ֆուտբոլիստներ կորցրեց, էլի Փյունիկը նույն կարամ թվարկեմ դարպասապահ ձախ պաշտպանը մեծ ուժ էին էլի Փյունիկի համար։ Երևի դա պատճառը, բայց ես չեմ ուզի թերագնահատեմ մեր ֆուտբոլիստներին, իրանք բոլորն էլ լավ ֆուտբոլիստներ են, ու ես միշտ ասում եմ հանդերձանում, որ պետք է ուժեղ լինենք, միասին լինենք, որ իրար հետ դուրս գանք այս դժվարությունից։
Շատ երկրների տարբեր առաջնություններում ես խաղացել, եթե Հայաստանի ներկայիս առաջնության մակարդակը համեմատենք այն առաջնությունների հետ, որտեղ խաղացել ես, կա այնպիսի առաջնություն, որին գերազանցում է մեր առաջնությունը իր այս մակարդակով։ Ճիշտ ասած, մակարդակը բարձրացել է, երբ որ ես հեռացա Հայաստանից, տեղափոխվեցի, այն ժամանակ 6 թիմ էր առաջնությունում, հիմա մակարդակը բարձրացել է, բայց ես տեսնում եմ, որ դեռ շատ որակով օտարերկրացիներ չեն գալիս մեր մոտ, շատ որակով։ Կան օտարերկրացիներ, կարելի է մատերի վրա հաշվել, որն որակով բարձր է ու բոլորից տարբերվում է, բայց հիմնականում առաջնությունում երևի 50%-ը միջինից ցածր որակի օտարերկրացիներ են։ Մակարդակը, չգիտեմ, որ տարբեր ֆուտբոլներ է եղել, թե Չինաստանում, թե Ռուսաստանում, Իսպանիան չեմ ասում, Ղազախստանում նույնիսկ, Ղազախստանում օրինակ ես 2 տարի հանդես եկա, մի քիչ, կես տարի, հետո մի տարի, այնտեղ ես զգում էի, որ օտարերկրացիներ կան, որ իրոք իրանք որակով բարձր ֆուտբոլիստներ են, դե այդ կախված է երևի նաև աշխատավարձի հետ։ Հիմա բարեստականորեն կարծես մի փոքր իրենց մոտ շքիչ աշխատավարձներ են տալիս ու առաջնության որակն էլ համեմատաբար ավելի թույլ է։ Ես որ այնտեղ էի վերջի տարում, տես պրոբլեմ չկար աշխատավարձների, էլի ֆուտբոլիստները բարձր գումարներ են ստանում ու լավ որակով ֆուտբոլիստը բարձր աշխատավարձ է, միշտ այդ օրենքն է, էլի։ Ու այնտեղ ավելի որակով էին ֆուտբոլիստները, այստեղ մենք օտարերկրացիներ էլի ունենք որակով օտարերկրացիներ, բայց ես կուզեի ավելի շատ լինեին օտարերկրացիներ ու որ մեր երիտասարդ հայ խոստումնալից ֆուտբոլիստները այդ օտարերկրացիների կողքը խաղալով ֆուտբոլ խաղային, հետագայում իրանց թիմին օգուտ տային ու հետագայում ազգային հավաքականին, որովհետև մենք այս մի հատ ամբողջ մեխանիզմ պետք է աշխատի, առաջնությունը պետք է բոլորը աշխատեն, մեր գլխավոր թիմը հանրապետության ազգային հավաքականն է, բոլորով միամոռ ուժերով պետք է աշխատեն թիմի համար, եթե որ հաջողություն գա։ Ու ես մտածում եմ, որ կարելի է անապաղ ես մտածում եմ, որ պետք է լիմիտի փոփոխություն լինի, որովհետև ես որ հիմա արդեն sense կոպիտ ասած խոհանոցի մեջ եմ արդեն Հայաստանի առաջնությունում, ես շատ երիտասարդ հոստումնալից տղեկ եմ տենում, որ իրանք շանս ստանալու դեպքում ես վստահ եմ, որ կօգտագործեն, կօգնեն իրանց թիմին, հետո էլ ազգային հավաքականին։ Այդ լիմիտի փոփոխությունը չի ազդելու առաջնության որակի վրա, որովհետև հիմա 3-ը 4-ը մենք ես չեմ հասկանում, մի հատ ավել հայ ֆուտբոլիստ չունենք, որ կարա ու այլ եմ ասում, օտարերկրացիները որակով շատ բարձր չեն, մեր տղեկը բոլորներ իրանց հետ կարան պայքարեն։ Ընդ որում այդ 3-4-ն էլ այդքան էլ օպտիմալ տարբերակ չեն առումով, որ ամենայն հարգանքով մեր բոլոր այդ խաղացողների նկատմամբ նույն հիմա Օգնեն Չանչարևիչն է խաղում, Խամես Սանթոսն է խաղում, հայ չեն, չէ, բայց եթե գոնե տեղացի հայեր լինեին, էլի կարելի ասել լավ կլիներ պատկեր։ Ես ասում եմ, միայն այդ տարբերակն է, որ պետքա լիմիտի փոփոխություն լինի ու մեր երիտասարդ տղեկը պետքա շանս ստանան ու ոչ մեկ ինչ չի կարա ասի, թե երիտասարդ հայ ֆուտբոլիստին, որ դու շանս տվեցիր ու հավատացիր իր ուժերին, ինքը ինչպես կդրսևորի իրան։ Չէ՞ որ մենք շատ հայ ֆուտբոլիստներ ենք ունեցել, որ այն ժամանակ Մինասյան Վարդանն էր, որ հավաքականի մարզիչ, այդ ժամանակ շատ հայ ֆուտբոլիստներ հենց այս առաջնությունից դուրս եկան, Փյունիկից դուրս եկան, գնացին արտերկիր, լավ թիմեր, հանդես եկան, հետո էլ ազգային հավաքականում արդեն հարց էին լուծում։ Վերջի շրջանում մենք ունեցել ենք փորձեր, մի քանի հայ ֆուտբոլիստներ երիտասարդ, որ դուրս են եկել։ Հիմա արդեն Նարեկ Գրիգորյանի մոտ ամեն ինչ լավ է եւ Ստեփան Մկրտչյանն էլ կարծես խաղում է, բայց նույն Շաղոյանը, Արթուր Սերոփյանի առաջին փորձը այդքան էլ աջող չի ստացվում։ Ինչն է ըստ քեզ խանգարում մեր երիտասարդ տղաներին։ Ես այդ տղեկի հետ շատ եմ շփվում, որ հրավիրում են հավաքական, ես իրանց միշտ ասել եմ դուք պետքա ձեր առաջնությունը գտնեք ու ձեր մարզիչին, այդ շատ կարևոր է, որովհետև ես արել եմ տենց սխալներ իմ կարիերայում, որ ուղղակի տեղափոխվել եմ այդ երկիր, ոչ մարզիչի հետ եմ շփվել, ոչ ուղղակի պետքա քո առաջնությունը գտնես ու քո մարզիչին ու ամեն ինչ ավելի հեշտ է ալնելու։
Փյունիկ տեղափոխվելուց առաջ նշեցիր, այսօր էլ իհարկե դրա մասին խոսեցիր, որ կարոտը մեծ էր Հայաստան տեղափոխվելու։ Ինչ ես կարծում, ապագայում կլինի եւս մեկ փորձ արտասահմանում խաղալու, թե այլևս կմնաս Հայաստանում։ Ճիշտ ասած չեմ ուզում, Սուրեն ջան, ես ասում եմ կարոտել էի, ուղղակի ուզում եի վերադառնալ տուն, ու ստեղ ես ինձ շատ կոմֆորտն եմ զգում։ Այդ 9 տարին ինձ համար հեշտ չի եղել արտերկրում հանդես գալը դժվար չի եղել, բայց ապրելն է դժվար եղել ինձ համար, որտեղ ես իմ քաղաքն է, ես ստեղ եմ ծնվել, մեծացել, ոնց որ կարոտը շատ բան փոխեց էլի, ես որոշեցի տուն գամ իմ համար, իմ ընտանիքի համար, որ ավելի կյանքից հաճույք ստանամ։ Իսկ ինչքան ես նախատեսում դեռ խաղալ, թե դրա մասին հիմա ընդհանրապես կարիք չկա խոսել։ Դրա մասին չեմ էլ մտածում։ Ինչքան առողջությունների այդքան։ Ինչքան շատ այդքան լավ նաև մեզ համար։ Վարազդատ շուտով մեր հավաքականը 2 ընկերական խաղ է անցկացնելու։ Մեր նախորդ խաղերը իհարկե ցավալի արդյունք ունեցան բոլորիս համար։ Վրաստանի դեմ խաղից հետո դու էլ մասնակցեցիր այն հայտարարությանը, որտեղ խոստացար որպես հավաքականի ավակ, որ հավաքականը նոր պատկեր կունենա։ Ես իհարկե քեզ էլ ինչքան հնարավոր է ճանաչելով հավատում եմ, ուղղակի այստեղ հարց է առաջանում, ինչն էր նախկինում խանգարում, որ հիմա այսքան ծանր պահին պետք է ինչ-որ քայլեր անել, որ ամեն ինչ ավելի լավ լինի, քան կար։ Ես երևի կարելի է Վրաստանի 2 խաղի մասին խոսել, ես ուղղակի դեռ միակ պրոբլեմը որ մարզիչը շատ քիչ ժամանակ ուներ թիմը նախապատրաստելու։ Հիմա ես եթե ասեմ, ես ոնց որ ես դեռ չեմ ճանաչում մեր մարզիչին, ոչ էլ մարզիչն է մեզ ճանաչում։ Ինքը շատ քիչ ժամանակ է ունեցել ու շատ դժվար է այս ազգային հավաքական այս ինչ որ մի թիմ չի, այստեղ որ պարտվում ես էլ հետ չի գալիս։ Թե այդ հույզերը, թե այդ էմոցիաները, այստեղ ու լրիվ ուրիշ է, էլի։ Ինքը շատ քիչ ժամանակ ուներ նախապատրաստել թիմը ու դրա համար էլ տենց արդյունք եղավ, բայց այդ արդյունքը չի կարելի ոչ մի բան ինչ որ պատճառ գտնել, թե դրա համար տենց արդյունք եղավ։ Տենց արդյունք չպետք է լինի ազգային հավաքականում ու ես հույսով եմ, ես շատ եմ շփվել, երկար շփվել եմ խաղից հետո հանդերձանում տղեկի հետ։ Ես հույսով եմ ինձ բոլորը հասկացել են, որ տենց բան էլ չպետք է կրկնվի ազգային հավաքականում ու ես իրանց ասել եմ, ես էլ պատրաստ չեմ, որ էլի sense պարտություն կրկնվի։ Հույսով եմ իրանք ինձ հասկացել են, որտեղ բոլորները ինձ հարգում սիրում են, մեր երիտասարդ ֆուտբոլիստներն են ու ես զգացի, որ իրանք ինձ հասկացան, զգացի, որ իրանք հասկացան ինչ կատարվեց ու միամուռ ուժերով պետք է նենց անենք, որ տենց արդյունք էլ չլինի։ Մենք Պետրակովի հետ շատ մեծ հաղթանակներ ենք ունեցել, պարտություններ ենք ունեցել, բայց այս հարևան երկրին պարտվելը մի քիչ շատ ցավոտ էր էլի։ Մեր երկրպագուները վերջին շրջանում եւ ոչ միայն երկրպագուները խոսում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ լավ աշխատանքի մասին։ Հիմա այս դրա մասին չեմ ցանկանում մենք խոսենք, բայց պարզ է որ Վրաստանի դեմ այդ խաղերը ալիքը ավելի մեծացրին, նաեւ երկրպագուների դժգոհությունը, FAF-ի եւ առասարակ բոլոր երկրպագուների դժգոհությունը այնտեղ դրվագ էլ եղավ, երբ խաղից հետո դուք մոտեցաք, հետո կարծես չստացվեց ձեր զրույցը։ Հետաքրքիր է շփում եղել է այդ խաղից հետո առանձին երկրպագուների հետ։ Չէ, ճիշտ ասած ոչ թե չստացվեց, այ ոնց որ էմոցիաները խանգարեցին, ես մոտեցա երկրպագուներից ներողություն խնդրեցի, որ այդքան ճանապարհ կտրել հասել էին հավաքականին ազգային երկրպագելու ու սենց արդյունք եղավ, տենց վատ պարտություն եղավ ու այդ նեշի չստացվեց զրույցը, ուղղակի էմոցիոնալ ֆոնին ոնց որ մի քիչ դժվար էր հասկանալ իրար, չէ, երկրպագուների հետ չեմ շփվել, բայց ես բոլորն էլ գիտեն հիմա ես Հայաստանի ազգություն եմ հանդես գալիս ու ինձ շատ հեշտ է իմ հետ կապ հաստատել ու ինչ-որ հարց քննարկել։ Եվս մեկ հատված, եթե սխալ եմ կուղես դու, մի քանի անգամ առիթ եմ ունեցել հավաքականի հետ արտագնա խաղերին լինելու եւ նաեւ ֆուտզալի հավաքականն եմ ես տեսել ներսից։ Օրինակ չեմ կարող ասել, որ մեր ֆուտբոլի հավաքականում կա ֆուտբոլիստ կամ ֆուտբոլիստներ, որոնք մթնոլորտ են փչացնում կամ նման բաներ, բայց օրինակ ֆուտբոլի հավաքականում կարծես չկա այն միասնական թիմ լինելը, որը կար ֆուտզալի հավաքականում։ Պարզ է, այնտեղ
անձնակազմ ավելի քիչ է կան ֆուտբոլի հավաքականում, բայց արդյոք այստեղ աշխատելու տեղ կա, թե իսկապես մեր հավաքականը թիմ է։ Գիտես ոնց Սուրեն ջան, չէ, մթնոլորտի ինչ որ մեկը որ մթնոլորտ է փչացնում, այդ ես վստահեցնում եմ չի կարա տենց բան լինի, քանի ես եմ խաղում ազգային հավաքականում, չի կարա տենց բան լինի ու ես տղեկին բոլորին էլ անգիր ճանաչում եմ, այնտեղ մթնոլորտ փչացնող չկա։ Ուղղակի ստեղ երևի մի քիչ մենտալիտետի խնդրեմ կարա լինի, որովհետև մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք չեն ծնվել Հայաստանում։ Շատ տարբեր տեղերից են գալիս։ Շատ տարբեր տեղերից են գալիս։ Մեկը այս երկրագնդի ես մի կողմից է գալիս, ունենք ֆուտբոլիստներ Ռուսաստանից, ունենք նաև Աֆրիկայից ֆուտբոլիստներ, որ Հայաստանի քաղաքացիություն են ստացել ու օգնում են մեզ։ Մի քիչ մենտալիտետի խնդիրն է, բայց մենք այն տղեկ ովքեր ստեղ են ծնվել ու ստեղի կյանքը տեսել են այդ ամեն ինչը, մենք փորձում ենք իրանց հասկացնել, իրանց մեջ մտցնել, թե ինչ է Հայաստանը, ինչ է ազգային հավաքականը։ Մենակ այդ շատ փոքր խնդրեմ է, իրանք թեկուզ ասենք մեր Ռուսաստանից է գալացող Տիկնիզյանը, Սպերսյանը, իրանք նես տղաներ են, որ իրանք շատ շուտ են ըմբռնում, շատ շուտ են հասկանում այդ ինչա, իրանք գալիս են ստեղ ու ստեղ չեն գալիս իրանք ուղղակի որ հրավիրվել են անցկացնեն խաղ գնան, ստեղ գալիս են իրանք օգուտ տալու, այդ առաջի օրվանից ենք իրանց ասել։ Մի քիչ այդ խնդրեմը կարող լինի մենտալիտետի, որ իրանք ստեղ չեն ծնվել մեծացել։ Այդ շատ կարևոր բան է իմ համար էլի։ Երևի վերջին հարցը այդ թեմայով Հրանտ Լեոն Ռանոսի մասին խոսենք, կրկին դեռ խաղը չկայացած Վրաստանում մարզիչը հայտարարեց ինչ է տեղի ունեցել, հետո Ռանոսն էլ խոսեց, դու որպես հավաքականի ավակ ինչ կարծիք ունես այդ դրվագի վերաբերյալ։ Ճիշտ ասած, այդ տենց շատ վատ ներկայացվեց էլի։ Չափից դուրս շատ աղմուկ եղավ, քան պետք է։ Աղմուկ եղավ, դա նորմալ երևույթ է, երբ որ ֆուտբոլիստը հարցնում է ինքը քեզ պետքա թե չէ։ Բայց կարող է ես չգիտեմ ինչ ձև են իրանք սենյակում շփվել մարզիչ հետ, որտեվ Ռանոսը ինքն էլ էլի մենտալիտետի, ինքն էլ Գերմանիայում է մեծացել։ Ռանոսը ինձ չի հասցրել, ինձանից խորհուրդ չի հարցրել, մոտենա, չմոտենա, կարող է ինձանից հասցնել, բայց ես իրան կարող ասեի մոտեցի։ Ինքը ինձանից խորհուրդ չի հարցրել, ինքը մոտեցել է, ուղղակի ինքը ամբիցիոզ տղա է, ինքն էլ լավ հանդիպումներ է անցկացրել ազգային հավաքականում ու միշտ ուզում է օգնի։ Մոտեցել է, երևի իրանց մոտ խոսակցությունը չի ստացվել։ Ու այդ ֆոնին, որ մենք տունը պարտվեցինք ու կարևոր խաղեր, ու ոնց որ երևի այդ ֆոնին խոսակցությունը չի ստացվել, բայց իմ համար դա նորմալ երևույթ է, երբ որ ֆուտբոլիստը մարզիչին հարցնում է, ես ինչի խաղա ժամանակ չեմ ստանում, կարող է ես քեզ պետք չեմ։ Երևի ուղղակի խոսակցությունը չի ստացվել դրան, ու մարզիչը տենց ջղայնացավ։ Դու այսօր մեր հավաքականի այն քիչ խաղացողներից ես, որոնք խաղացել են նաև Վարդան Մինասյանի գլխավորած այն հավաքականում, որը մեզ ամենահաճելի էմոցիաներն է պարգևել։ Գլխավոր տարբերությունը այն եւ այս հավաքականների միջև այն է, որ այն ժամանակ օրինակ Փյունիկի ֆուտբոլիստներն էին կորիս կազմում, իսկ հիմա շատ բազմազան է տարբեր երկրներից են գալիս, թե այլ տարբերություններ էլ կարող ես նշել այդ հավաքականների։ Ինձ թվում է այդ եղանակը էր փոխում, որովհետեւ ոնց որ կորիզը Փյունիկի ֆուտբոլիստներն էին ու նաեւ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները շատերը Փյունիկից էին։ Հետո Յուրան կար, որ ինձ համար ինքը մեր պատմության ամենալավ հարցակողն է եղել, ես իր դեմել եմ պարապմունքին հանդես եկել, իր թիմից եմ հանդես եկել, Մխիթարյանը կար, ով մեր ազգի ամենահայտնի ֆուտբոլիստն է, ու այն ժամանակվա հավաքականը ինձ թվում է, ասենց երևի կարճ ասեմ, ավելի ուժեղ էր։ Իդեպ Մխիթարյանի մասին մի այսպիսի հարց, առանց երկար բարակ չքննարկելու Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի հետ եւ առանց Հենրիխ Մխիթարյանի շատ է տարբերվում, ինչքանով է բարդ առանց Հենրիխ Մխիթարյանի։ Տարբեր թիմեր են։ Ես որ սկսեցի հանդես գալ, իր ոսկի տարիներն էին, չնայած հիմա էլ է իր ոսկի տարիները։ Շուտով կարող է Չեմպիոնների լիգայի գալ։ Չէ, իր հետ ու առանց ինձ տարբեր թիմեր են ու ես մեկ-մեկ Սպերսյանի մասին էլ եմ օրինակը բերում, ինձ համար որպես պաշտպան ավելի հեշտ է, երբ որ Սպերսյանն է դաշտում։ Այն ժամանակ էլ շատ ավելի հեշտ էր, երբ որ Մխիթարյանն էր դաշտում, որովհետև դու կարող ես մի քիչ հանգստանաս, որ իրանք գնդակով են, դու ավելի հանգիստ ես, եթե իրանք գնդակով են, այդ գնդակի կորելու հավանականությունը ավելի քիչ է, ու պաշտպանի համար հեշտ է տենց ֆուտբոլիստ ունենալ դաշտում։
Աշխարհի առաջնության որակավորման փուլում բարդ խումբ ունենք՝ Պորտուգալիա, Իռլանդիա, Հունգարիա։ Միշտ իհարկե նման քննարկումները մեծ հաշվով շատ բան չեն տալիս, քանի դեռ խաղերը չեն եղել, բայց առաջին հայացքից ինչ կարող է անել Հայաստանի հավաքականը այս խմբում։ Ճիշտ ասած շատ բարդ խումբ է։ Դաժե եթե Պորտուգալիայի տեղ Դանիան լիներ, մեկ այլի դժվար էր լինելու։ Ուղղակի Դանիա, Իռլանդիա, Հունգարիա ոնց որ նույն ֆուտբոլն են իրանք խաղում։ Իրանց հետ ավելի երևի հեշտ կլներ այդ երեք թիմն էլ նույն ֆուտբոլն է դավանում, ոնց որ քեզ ավելի հեշտ կլինի պատրաստվել, իսկ Պորտուգալիան արդեն լրիվ ուրիշ մակարդակ է։ Չեմ ուզում ինչ-որ շանսերի մասին խոսալ, ես միշտ ասում եմ, կապ չունի ընկերական խաղ, որակավորման փուլ, հավաքականը դուրս է գալիս կոնկրետ խաղին հաղթանակ տանելու, կապ չունի ում հետ, ինչ որ մի ձև հաղթանակ տանելու, որ ժողովուրդը ուրախանան։ Այս ազգի թիմն է, ու իմ համար միշտ ասել եմ, կապ չունի բարդ խումբ, թույլ խումբ, այս ազգային հավաքականն է։ Շանսերը միշտ էլ մեր մոտ ինչ որ դժվարություններ լինում են ամեն տարի, թե վնասվածքներ են լինում, թե ուրիշ խնդիրներ են լինում։ Դրա համար ավելի լավ է ամեն խաղին պատրաստվել ինչպես վերջինին։ Եվ Խորեն Բայրամյանը վերջերս նշեց, որ մեծ ցանկություն ունի վերադառնալ Հայաստանի հավաքական, դե պարզ է, այդտեղ Պետրակովի հետ առանձին խնդիր է եղել, հիմա նոր մարզիչ ունենք, ինչ շփվել ես Խորենի հետ, սպասենք նրան հավաքականում, թե Ես միշտ շփվում եմ, բոլորի հետ էլ շփվում եմ, Խորենի հետ առանձնապես Խորենը իմ համար շատ լավ ֆուտբոլիստ է ու մենք էլ ենք իրան շատ սպասում հավաքականում, այն աշխատանքը, որ ինքն է կարում տանի դաշտում, երկար տարիներ Ռուսաստանի առաջնությունում հանդես գալը շատ դժվար բան է ու Ռոստովի պես թիմում։ Ինքը շատ մեծ աշխատանք է տանում դաշտում, որ այդ մեզ շատ պետք է, որտեղ մենք թեկուզ Իռլանդիա, Հունգարիա, Պորտուգալիա, մենք որակով իրան զիջելու ենք, մենք մենակ մեր աշխատանքով ու հայրենասիրությամբ կարանք հաջողության հասնենք։ Ինքն էլ տենց տղա է, մենք էլ ենք իրան շատ սպասում ու հուսով եմ մարզիչը ուշադրություն կդարձնի։ Ու վերջին հատվածում մի փոքր այլ ուղղվածության հարցեր են պատրաստել, որով էլ կամփոփենք մեր զրույցը։ Ով է եղել մանկության տարիների քո ամենասիրելի ֆուտբոլիստը, պաշտպանը։ Ամենասիրելի երևի Նեմանյա Վիդիչ։ Նեմանյա Վիդիչ։ Հետո մի պահ եղավ, որ Ռամոսին էի շատ սիրում։ Իսկ ով է աշխարհի լավագույն պաշտպանն այս պահին։ Այս պահին ճիշտ ասած իմ համար այն ժամանակվա պաշտպանները ավելի ուժեղ էին, ավելի լավն էին, քան հիմա։ Հիմա երևի ամենաստաբիլ ու ամենալավ ֆուտբոլը, որ ես հավանում եմ, Վան Դեյքն է խաղում։ Ամենաբարդ, ամենաուժեղ մրցակիցը հարցակվողներից, որի դեմ քեզ համար ամենաբարդն է եղել պաշտպանվելը։ Ճիշտ ասած կարող է բան անակնկալ լինի, բայց Ֆալկաուն։ Երբ որ ես Կադիսում էի հանդես գալիս, ինքն է Ռայո Վալեկանն է, ճիշտ։ Այդ խաղը իմ համար ճիշտ է գոլ արեցի այդ խաղին, բայց շատ բարդ ստացվեց, որովհետև ինքը ոնց որ անընդհատ մի վայրկյան քեզնից առաջ էր, չգիտեմ։ Հիմա մեկ այլ հարցակվողի մասին, սա էլ կարող է զարմանալի հնչել, ներկայումս իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Մեմֆիս Դեպային է, որի դեմ դու խաղացել ես Բարսելոնայի խաղը հիշենք, ինչ կարող ես ասել, ինչպես էր ստացվում նրա այդ պաշտպանվել, ինչ։ Ֆիզիկապես երևի հանդիպածս ֆիզիկապես ամենաուժեղ ֆուտբոլիստներից էր, էլի, որտեղ որ մենք մի հատ խոսք ունենք ֆուտբոլիստին, որ ասում են քարիեսկա, ինքը շատ ֆիզիկապես պինդ ու շատ ուժեղ ֆուտբոլիստ էր ու այդպես պատահական ֆուտբոլիստներ Բարսելոնայում չեն կարող հայտնել։ Ամենաուժեղ ֆուտբոլիստը, որը երբևէ եղել է քո թիմակիցը։ Մխիթարյանն էր, որովհետև ուրիշ տեղ տենց։ Իսկ ակումբային կարիերայում։ Ակումբային կարիերայում մենք ամենաուժեղ ֆուտբոլիստը մենք շատ ուժեղ ձախպաշտպան ունեինք Կադիսում, շատ ուժեղ, որ ինքը զարմացնում էր ամեն խաղին ինձ, բայց իր աշխատանքի առումով ինքը անդադար աշխատում էր, անդադար կարարված էր։ Էսպինո, Ուրուգվայցի էր ոնց որ։ Ու երևի Ռուսաստանում հանդես գալուց տարիներին ռումինացի ֆուտբոլիստ ունենք Բիգֆալ։ Էրիկ Բիգֆալ, շատ ուժեղ ֆուտբոլիստ։ Ուրալի պատմության գլխավոր ռմբար։ Շատ ուժեղ։ Որ ինքը շատ մոտ էր Փյունիկ տեղափոխվել։ Ես գրել էի դրա մասին։ Շատ մոտ էր, մենք երկար շփվեցինք, հետո այտենց չստացվեց։ Ֆուտբոլային ամենամեծ ձեռքբերումը որին հասել ես։
Ֆուտբոլային ամենամեծ ձեռքբերումը երևի իմ մոտ միշտ նպատակը եղել է ու ես ոչ թե նպատակ եղել, ես միշտ հավատացել եմ, որ ես top առաջությունում եմ հանդես գալու ու Խոակինի օգնությամբ ես հայտնվեցի Լա լիգայում, երևի այդ ամենամեծ ձեռքբերումս կապ չունի ինչքան խաղացի մի տարի, երկու տարի, բայց երևի այդ ամենամեծ ձեռքբերումս։ Ինչը իսկ չհերիքեց, թե դա հերիքելու խնդիր չէր Կադիսում երկար չմնալը։ Չէ, հերիքելու խնդիր չէր, ուղղակի ես ինչպես հիշում եք ձեռքս վնասված կստացա առաջության ամենակարևոր պահին, հավաքականում վնասված ստացա ու վերադարձա նոր մարզիչի մոտ վնասվածքով ու ամենակարևոր 2 ամիսը առաջությունում բաց թողեցի ու ոնց որ top լիգաներում տենց է, երբ որ դու դուրս ես մնում 4-5 հոգի կանգնած սպասում եք ու տեղը վերցնի։ Ու նենց ստացվեց, որ մենք լրիվ նորմալ մարզիչ չփվեցինք, ինքը ինձ միշտ իմ կարիերայում, երբ որ ասել են ավելի քիչ խաղաժամանակ է ստանալու, ես դրա հետ չեմ համաձայնվել։ Ու ոնց որ իրանք ինձ ասացին, որ մյուս տարի կարող ավելի քիչ խաղաժամանակ ստանաս, ես էլ CS-ի ազգային հավաքականի ֆուտբոլիստ եմ, դա թույլատրելի չի էլի, ես պետքա միշտ պատրաստ լինեմ։ Ու որոշեցի տեղափոխվել։ Ինձ համար կարևոր չի եղել առաջնություն։ Ես հավատացել եմ, որ միշտ հավատացել եմ, որ մի օր խաղալու եմ top լիգայում, բայց ինձ համար այդ ինչ որ առաջնային չի եղել։ Ես միշտ ուզեցել եմ խաղամ։ Ամեն խաղին ես պատրաստ լինեմ 100%-ով խաղամ ու հաճույք ստանամ ֆուտբոլից։ Ունես ֆուտբոլային երազանք կամ նպատակ, որը դեռ իրականություն չի դարձել։ Մեծ մրցաշարի մասնակցել ազգային հավաքականի հետ։ Այդ երազանքա ու նպատակա Ես չգիտեմ իմ հետ թե առանց ինձ, բայց մի օր մեր ազգային հավաքականը մասնակցել է մեծ մրցաշարի։ Հուսանք քո մասնակցությամբ կտեսնենք։ Իդեպ ես ակամայից նոր հիշեցի, որ ցավոք Հայաստանի հավաքականի մասնակցությամբ դեռ մի քանի խաղ եմ մեկնաբանել ու 1 գոլ ենք խփել։ Այդ գոլը դու ես խփել Սլովենիայի դեմ խաղում, շատ լավ հարված էր գլխով։ Վերջում ինչ որ խոսք մեր երկրպագուներին եթե ունես Ձեր հաղորդմանը անխափան եթեր կմաղթեմ, մեր երկրպագուներին էլ ուղղակի ես կուզեմ բոլորս միամուռ ուժերով, բոլորս իրար հետ հասնենք հաջողության։ Մենք միշտ Վրաստանին ենք օրինակ բերում, բայց դու չես կարա իմանաս Վրաստանում ներքին կուխնյայում ինչ է կատարվել, ոնց է եղել, ինչ է եղել, բայց որ եթե ուզում ենք մասնակցենք մեծ մրցաշարի, մենք պետք է բոլորս իրար հետ լինենք, կապ չունի երկրպագու ֆեդերացիայի նախագահ, մարզիչ, ֆուտբոլիստներ, բոլորով պետք է միամուռ մի հատ նպատակ դնենք ու գնանք դրան, եթե ուզում ենք մասնակցենք դրան։ Թե չէ ինչ որ այս մանր խնդիրներով հարց չի լուծվելու, սենց ինչ որ բաներով, թեմաներով։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հետաքրքիր զրույց էր Սուրեն ջան։ Դե ինչ արգելի հեռուստադիտողներ, այսքանը մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ու կշարունակենք քննարկել հայկական ֆուտբոլի կարևորագույն իրադարձությունները։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։